Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ինչու չնշվեցավ զորավար Անդրանիկ Օզանյանի օրը, Արմենակ Աբրահամյան, թուրք կանանց մասնակցությունը հայրու ցեղասպանության գործընթացին, Դոնալդ Թրամփը սպառնացած է թատրեցնել Արևդուր Իսպանիայի հետ, Իրան մերձավոր Արևելք, լարվածությունը չի թուլանար, Իրանի խորհրդականի հայտարարությունը բանակցություններ չեն ըլլար, Իրան կհայտարարե Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողության մասին, ինչու այնտեղ ուր լրագրողները սովորաբար կդատվին, որոշեցին սպանել, Քարան Խաշլամա։ Երբ խոսքը կվերապերի ազգային հիշողության, լրությունը երբեմն ավելի խոսուն է, քան ամենաբարձր հայտարարությունները։ Այս օրերուն շատեր կհարցնեն, ինչու մեր հայրենագիտներու մեկ մասը չնշեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը։ Զորավար Անդրանիկ Օզանյան բարձրավես պատմական գերբարը չէ, ան հայկական զինուժի գազմագերբված հիմադրության խորհրդանիշներն է։ Մարդը, ով իր զորքերով եւ գամավորական կունտերով գրվեցավ Արևմտյան Հայաստանի մեջ եւ դարձավ ազգային ինքնապաշտպանության խաղապարի մարմնավորումը։ Այսօր հաջող կշեշտվի, որ Հայաստանի Հանրապետության բանակը 34 տարեկան է, սակայն արդյոք հայկական զինուժի պատմությունը կսկսի միայն անկախ պետականության վերականգնումեն ետք։ Եթե բանակը ներկայացվի որպես ընդամենը 34 տարվան կառույց, ապա ինչ տեղ ունի այդ պատմության մեջ զորավար Անդրանիկ Օզանյանը։ Արդյոք ան կմնա միայն դասակարգային հերոս, թե կենթանի օրինակ պետականության պաշտպանության համար։ Պետք է ընդունել ազգային օրագարկը կձևավորվի մեր ձեռքով։ Եթե մենք բավարար չափով չենք բարձրացնել Անդրանիկ Օզանյանի դերը, եթե զինք չենք ներկայացնել որպես պետական մտածողության եւ ռազմական գազམ་ագերբվածության խորհրդանիշ, ապա մեղքը միայն արտաքին հանգամանքներուն վրա դնելը արդար չէ։ Ազգը գարիք ունի իր հերոսները հիշելու ոչ միայն դարետարծներուն, այլ նաև արժեքային մագարտակի վրա։ Անդրանիկ Օզանյանի գերբարը կհիշեցնե, որ պետականությունը կպաշտպանվի պատրաստվածությամբ, գազམ་ագերբվածությամբ եւ պատասխանատվությամբ։ Եթե կուզենք ունենալ սերունդ, որ պատրաստ է պաշտպանելու իր պետությունը, պետք է պահպանենք եւ ուժեղացնենք այն հիշողությունը, որուն վրա կկառուցվի ինքնությունը։ Ազգային հերոսներու հիշատակը պատահականության մեջ է ցկել։ Գիտնականները առաջին անգամ փաստած են, որ թուրք կանայք աշխուժորեն ներգրավված եղած են նախացեղասպանական եւ ցեղասպանական կառուցության մեջ Զմիրնիայի մեջ 1919-1922 թվականներուն։ Անոնց աստեցությունը օգտագործված է հասարակության վստահությունը շահարկելու, կառուցությունը ավելի աստեցիկ դարձնելու եւ հագարագործներու դեմ ժողովուրդը միավորելու համար։ Հատուկ ուշադրություն դարձված է Հալիդե Էդիբի եւ այլ վերնախավային գիներու դերակատարության, որոնց կառուցչական խոսույթը զգալի աստեցություն ունեցած է։ Հոդվածը փաստագրական կերպով կներկայացնի այդ գործընթացի ամբողջական ծրագիրը հայ եւ հույն ականատեսներու վկայություններուն հիման վրա, բացահայտելով կարևոր, սակայն քիչ ուսումնասիրված պատմական հանգամանքը։ Դոնալդ Թրամփը սպառնացած է թատրեցնել Իսպանիայի հետ ամբողջ Արևդուրը այն բանեն ետք, երբ Մադրիդը արգելած է Միացյալ Նահանգներուն օգտագործել իր տարածքին մեջ գտնվող ռազմաբազաները Իրանի դեմ գործողություններուն համար։ Սպիտակ տան մեջ լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ Թրամփ հայտարարած է, որ Իսպանիան սարսափելի գերբով վարված է եւ շեշտած, թե պատրաստ է թատրեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, նույնիսկ այսօր։ Անոր խոսքով Վաշինգտոնը կրնա օրենքով սահմանափակումներ կիրառել Իսպանիային ներմուծվող ապրանքներու նկատմամբ։ Սկոտ Բեսենթը նույնպես նշած է, որ նման քայլեր կրնան իրականացվել իրավական հիմքերով։ Ի պատասխան Իսպանիայի կառավարությունը հայտարարած է, որ ովևէ վերանայում պետք է կատարվի միջազգային իրավունքի, մասնավոր ընկերություններու ինքնավարության եւ Եվրոմիություն Միացյալ Նահանգներ համաձայնագիրներու ծիրին մեջ։ Ավելի գանուխ վարչապետ Պետրո Սանչես ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները Իրանի դեմ անվանած էր անհիմն եւ վտանգավոր ռազմական միջամտություն։ Մերձավոր Արևելքի մեջ ռազմական գործողությունները չեն դադրիր։ Միացյալ Նահանգներու նախագահը խիստ քննադատության տակ է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներու կողմէ Իրանի եւ Լիբանանի դեմ շարունակվող գործողություններուն պատճառով։ Միացյալ Նահանգներու եւ Իսրայելի զինված ուժերը շարունակած են հարվածներ հասցնել տարբեր թիրախներու։ Ռմբակոծված է Բեյրութի մերձակայքի հյուրանոցներն մեկը եւ Ղոմ քաղաքի մեջ գտնվող փորձագետներու ժողովի շենքը։ Նախնական տվյալներով երկու երկիրներուն մեջ զոհերու ընդհանուր թիվը անցած է 800-ը։ Միաժամանակ Իրանը 4-րդ գիշերն անընդմեջ պատասխան հարվածներ կհասցնե Իսրայելի եւ ամերիկյան կառույցներուն տարածաշրջանին մեջ։ Դեղեցություններ կան նաեւ Դուբեի ամերիկյան հյուպատոսության եւ Ֆուջեյրա նավահանգիստին ուղղությամբ հարվածներու մասին։ Տարածաշրջանին մեջ իրավիճակը կմնա ծառայել արված, մինչ միջազգային հանրությունը գոչ կուղե թատրեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցություններուն։
Մուհամմեդ Մուխբերը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարած է, որ Իրանը պատրաստ է շարունակելու պատերազմը եւ մտադիր չէ բանակցել Միացյալ Նահանգներու հետ։ Ան շեշտած է, որ երկիրը բավարար ներուժ ունի երկարատև դիմակայության համար եւ անհրաժեշտության բարակային պիտի շարունակի ռազմական գործողությունները։ Խոսելով անցյալի մասին, ան հիշեցուցած է Իրան-Իրաք պատերազմը եւ ընդգծած, թե Իրանի պատմությունը ու քաղաքակրթությունը կվկայեն, որ ժողովուրդը չի վախնար պատերազմին եւ պատրաստ է շարունակելու զայն։ Դարաձաշրջանին մեջ իրավիճակը կշարունակե մնալ լարված։ Իսլամական հեղափոխության պահապաններու գազམավորումը հայտարարած է, որ Հորմուզի նեղուցը կգտնվի Իրանի լիակատար վերահսկողության տակ եւ նեղուցեն անցնել փորձով ոևէ նավ կրնա խոցվել հրթիռներով կամ անօդաչու սարքերով։ Գազམավորման ռազմածովային ուժերու ներկայացուցիչ Մուհամմեդ Ակբար Զադե նշած է, որ նեղուցը ամբողջությամբ կվերահսկվի Իրանի ռազմածովային ուժերուն կողմէ։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփ հայտարարած էր, որ Միացյալ Նահանգներու ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցելու նավթի լցանավերը Պարսից ծոցի այս կարևոր երթուղիով։ Միաժամանակ գազམավորման խորհրդական Պաշտոնի գեներալ Իբրահիմ Ջաբարի շեշտած է, որ Իրան թույլ չի տար ոևէ նավու անցնել նեղուցով, նշելով, թե նեղուցը փակ է եւ նման փորձի բարակային նավերը կրնան ենթարկվել հարվածներու։ Հորմուզի նեղուցը կգտնվի Իրանի եւ Օմանի միջև եւ աշխարհի ամենակարևոր ծովային արևելական ուղիներեն մեկն է։ Համաշխարհային նավթի մատակարարումներու մոտ 20%-ը գանցնի այստեղով։ Հիշեցնենք, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները փետրվար 28-ին ի վեր հարվածներ կհասցնեն Իրանին, ինչին ի պատասխան Տեհրանը հարվածներ կհասցնե իսրայելյան վարչագահին եւ դարաշրջանին մեջ գտնվող ամերիկյան ռազմաբազաներուն։ Դարաշրջանին մեջ իրավիճակը կշարունակե մնալ ծայրահեղ լարված։ Այն երկրին մեջ, ուր անհնազանդ լրագրողները սովորաբար կդատվին ազգը վիրավորելու մասին, Թուրքիո քրեական օրենքի 301 հոդվածով զինք կրնային դատարան քաշել, ագոսը փակել կամ լրացնել դուքանքներով կամ դատավճիռներով, բայց հրանտ տինքը չդատեցին, զինք սպանեցին։ 3 գրագոց մեջքին եւ լրացուցին ցայնը, որ չափազանց բարձր դարձած էր։ Պաշտոնապես խոսքը կվերապերեր քրեական օրենքի 301-րդ հոդվածին, բայց շատերու համոզմամբ սա միայն վերին շերտներ։ Քեմալական շրջանակները դինքը դեին որպես գոյապանական սպառնալիք, որովհետև ան կխոսեր հիշողության, ճշմարտության եւ համագեցության մասին այն ժամանակ, երբ համագարկը կառուցված էր լրության վրա։ Պատմաբան Ալի Քարդոյի գնահատմամբ դինք դարձավ չափազանց աստեցիկ իրավապաշտպան լիբերալ բարեփոխումներու դարիներուն եւ համարձակեցավ ըսել այն, ինչ շատեր կվախնային նույնիսկ մտածել, բայց կար պատմություն մը զոր թրկական վարչագարկը չկրծավ ներել։ Դինք հրապարակեց փաստեր Սաբիհա Գոկչենի մասին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեկիր դստեր եւ Թուրքիո առաջին գին օտաչուին։ Ըստ անոր հրապարակած նյութերուն, այդ ազգային խորհրդանիշը կրնար ըլլալ հայ որբը զանգվածային գոտորածներու դարիներեն մնացած։ Բացահայտվեցավ նաև անոր իրական ինքնությունը՝ հայուհի Խաթուն Սեպիլջան։ Սեպիլջաններու ընտանիքը աքսորվել են ետք անհայտնված էր թրկական որբանոցներուն մեջ, մինչ կույրը հասած էր խորհրդային Հայաստան, եղբայրը Լիբանան։ Դասնամյակներ անց ընտանիքի ջուղերը քաղցի գերբով գրգին գապ հաստատեցին, իսկ 2004-ին Երևանի մեջ բնագող անոր քրոջ աղջիկը բացահայտեց այդ քաղցնիկը։ Պատմության դաժան հեգնանքով 1938-ին Գյոկչեն մասնակցեցավ Դերսիմի ապստամբության ճշմարտ գործողություններուն։ Զոհը վերածվեցավ համագարկի գործիքի։ Հրանտ տինք այս ճշմարտությունը բերավ հրապարակ եւ շատերուն համոզմամբ ճիշտ այս ճշմարտության համար անվճարեց իր կյանքով։ Այսօր կներկայացնենք հայկական խոհանոցի եզակի եւ առողջարար համերեն մեկը Կարան Խաշլաման։ Մեր դոնական սեղաններուն անփոխարինելի ուտեստներեն մեկը կպատրաստվի բնական մթերքներեն եւ հայկական հին ավանդություններով։ Հայկական ավանդական այս համեղ կշտացնող եւ տաք ճաշը ոչ միայն սիրված է, այլ նաեւ օգտակար է առողջության համար։ Բաղադրիչներուն եւ պատրաստման եղանակին համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։